Ոսկու ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում թարմացրել է իր պատմական առավելագույն արժեքը, 1 տրոյական ունցիայի դիմաց կազմելով $3200-ից ավելի։ Թանկարժեք մետաղի գինն աճել է 1.12%-ով և կազմել $3201.6, 1 տրոյական ունցիայի դիմաց։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մոտ կանգնած աղբյուրները հայտարարել են, որ սեպտեմբերի մոտ Իրանը կվերանա, եթե չհամաձայնի միջուկային համաձայնագրին և չսկսի կրճատել իր ծրագիրը, գրում է բրիտանական Էքսպրես պարբերականը։ Թրամփն արդեն զգուշացրել է Իրանին, որ ռմբակոծումներ կլինեն, եթե համաձայնություն ձեռք չբերվի։ Բրիտանական Daily Mail-ն էլ գրել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները։ Բրիտանական պարբերականին հայտնել են անանուն մնալու պայմանով Իսրայելի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սպիտակ տան պաշտոնյաները խոստովանել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանա մինչև Սուրբ Զատիկ Ուկրաինայում հրադադար հաստատել։ Տելեգրաֆի աղբյուրները նշում են, որ Թրամփի վարչակազմը գնալով ավելի է հիասթափվում Կրեմլի ժամանակ ձգձգելու մարտավարությունից։ Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել Մոսկվայի և Կիևի վրա, որպեսզի ստիպի նրանց համաձայնության գալ կարգավորման շուրջ, գրում է բրիտանական պարբերականը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ զինվորականները մասնատում են Գազայի հատվածը և գրավում տարածքներ ստիպելու համար Համասին ազատ արձակել պաղեստինյան տարածքում պահվող պատանդներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր մերձավոր շրջապատին, այդ թվում իր կաբինետի անդամներին հայտնել է, որ Իլոն Մասկը առաջիկա շաբաթներին կհրաժարվի կառավարվող պարտնյորի իր ներկա պաշտոնից, գրում է Պոլիտիկոն։ Թրամփը գոհ է Մասկի և նրա գերատեսչության աշխատանքից, բայց կարծում է ժամանակն է, որ Մասկը վերադառնա իր բիզնեսին և ստանձնի աջակցող դեր։ Թրամփը մաքսատուրքեր է սահմանել աշխարհի տարբեր երկրների ապրանքների նկատմամբ։ Ի պատասխան Եվրահանձաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը ուժեղ ծրագիր ունի արձագանքելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերին, սակայն կնախընտրի բանակցությունները։ Հունաստանը ծրագրում է 25 միլիարդ եվրո ծախսել 12-ամյա պաշտպանական ռազմավարության վրա։ Հունաստանի վարչապետը սա անվանել է երկրի զինված ուժերի պատմության ամենաարմատական փոխակերպումը։